Ավելի վատ ձևակերպում դժվար էր ուղղակի գտնել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ի տարբերություն մյուս կուսակցությունների հենց բուն քաղաքական կուսակցություն է, որը զբաղվում է քաղաքականությամբ։ Հաշիվ պահանջելով իրար հետ կրիմինալ ռազմիրատների եւ մնացած գծով խնդրում եմ մյուս կուսակցություններին հարցեր տվեք։ Մենք ամեն 5 շաբթի օր, ու դուք դա շատ լավ գիտեք, որովհետեւ կարծեմ ամեն 5 շաբթի օր էստեղ եք լինում, ունենում ենք կուսակցության նախաձեռնող նիստեր։ Պատասխանեմ ավարտեմ, նոր Լիաջան անպայման կպատասխանեմ։ Հա, իհարկե, միանշանակ, չկասկածեք։ Ամեն 5 շաբթի օր մենք ունենում ենք նախաձեռնող խմբի նիստեր, քննարկում ենք քաղաքական թեմաներ։ Այսօր օրակարգում ունենք 2 հարց։ Մեկը կրիպտոարժույթների հետ կապված օրինագծի քննարկումն է, որը հիմա ազգային ժողովում է, առհասարակ այդ ոլորտի կարգավորումը, եւ մյուսը Գյումրու ընտրությունների արդյունքների ամփոփումը։ Եվ ինչու ներկա չէր ԿՊՆ նիստին, որովհետեւ ասում եք 17000 թվեր։ Այո, 17000։ Ինչու պետք է բան չանել, չառաջադրեն։ Որոշեցինք ամեն դեպքում թողնել, որ Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի, Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի սիմբիոզը տեղի ունենա ավելի տենց ավելի շատ ենք լսում քիպականների շուրթերից, որ գյումրեցիները չեն ներելու Մարտուն Գրիգորյանին։ Այս խոսքը ինչի համար է։ Ինչու չեն ներելու, ի՞նչն է խնդիրը, եթե Դե ենթադրում եմ խոսույթը նրա համար է, որ Մարտուն Գրիգորյանի ընկերն է Վարդան Ղուկասյանի հետ քաղաքական պատերազմում զոհվել։ Կարելի է։ Հա, հարց պատասխան։ Գծեմ, ծխախոտ։ Հա, լավ, ես գիտեմ նոր եք ուզում ծխախոտ։ Պարոն Մինասյան, հայտարարեցիք, որ վերցնում եք մանդատները, սակայն, այո, բայց չմասնակցեցիք։ Էի տարածել, հուսով եմ արտացել եք։ Բայց արտացել եք եւ ասել եք, ինչու չառաջադրվեցիք։ Հնարավոր է, որ օրինակ ձեզ ընտրեն։ Դուք քանի օր Գյումրիում եղել եք, մտածում եք ես ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից վախենում եմ։ Օրինակ ասում եք, դուք ասել եք եւ հավաքելու, բայց Այո, որովհետեւ վստահ եմ եղել ժողովրդի վերաբերմունքից։ Եվ իմ կանխատեսումները 90%-ով կատարվել են, մասնակցությունն է բարձր եղել։ Եթե իմ մտածած թիվը լիներ մասնակցային, կլիներ 50+1։ Չէ, կարծում եմ ԿՊՆ Դե բոլորին հաղթել եմ, հիմա 5 հոգով, 4 հոգով։ Չէ, կարծում եմ ԿՊՆ խանգարեց ձեզ, ասում էին կարելի է բարձր վարկանիշ ներ, ԿՊՆ մտավ վարկաբեկվեց։ Չէ, չկա էս բան։ Բայց վստահ Նշանում ենք։ Ասեցի չէ։ հնարավոր է, որ Ինչ են երթում դնում։ զարգացումներ լինեն Գյումրիում եւ Ամեն ինչ հնարավոր է, ես գուշակ չեմ։ Մենք ստացել ենք 14 մանդատ, Գյումրիում ամենամեծ խմբակցությունը Գյումրու համայնքապետարանում ունենք մենք 14 մանդատ, ծառայեցնելու ենք գյումրեցիներին, մեր ծրագրերի, մեր քաղաքը զարգացնելու համար եւ մնացածը ըստ իրադրության կորոշենք հայտարարենք, կմասնակցենք, կորոշենք։ Միանշանակ, անպայման, ինչ որ օրենքով սահմանված, օրենքով Որոշումը ձերն է եղել եւ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել եք նախապես։ Մենք տեղում խմբակցությունով քննարկել որոշել ենք։ Մենք ունեցել ենք խորհրդակցություն, որոշումը կայացրել է Գյումրու խմբակցությունը, այսինքն մենք ազատ ենք։ Խոսմանեն, որ հեղինակազրկված կուսակցությունով եք առաջադրվել։ Ով է ասել, որ հեղինակազրկված։ դա ցույց տվեք։ Իսկ ձեր մտածելով ամենահեղինակավոր կուսակցությունը որն է։ Շատ է օգնել պարոն Մինասյան։ KGB հո Բելարուսում չենք, ի՞նչ KGB-ն արեք ջան։ Արդեն միութենական պետություն ենք, մտե KGB բան։ Բարեկամ չունեք KGB-ում բարձր պաշտոն։ Բայց չէին ասել, որ կարող է պարտվեք, պարոն Մինասյան։ Բարև։
Ես ուրիշ մատ բան եմ ասում։ ծնողներին ես քնցիներ անվանել։ Շուտ ժամանակ շուտ։ Զբաղվում եմ հարցով նարեկ։ Չենք ստում։ Ապացուցեք, որ չեք ասել։ Դատի եք տվել, պարտվել եք դատարանում։ Բա չեք պարտվել, խայտարակ եք եղել։ Պարտվել եք։ Դատարանում պարտվել եք։ Դեք կպակն գործընկեր։ Ժողովուրդ դատարանում պարտվել եք։ Ես կորամ մասնա։ Չէ, մի րոպե։ Չէ, դրանից չեք հարցնում։ Պարոն Եղոյան, Լիայի հետ, բոլոր հարցերը Լիայի հետ։ Ոչ կառուցողական հարցեր։ թքած ունեք Ես Նիկոլ փառքաստու Փաշինյանի թվական ասացի վրա, որ չեմ, դուք բարի ժողովրդաբար եք, լրատվամիջոցներին այլ կերպ եք վերաբերում, հա, անտեսում եք ձեր քաղաքական Ամենուր զրուցում ենք։ Հիմա հարցը Ու մենակ այս հարցի համար, ամեն օր մենք զրուցում ենք ազգային ժողովում։ Մենակ այդևի հարցի համար, մենակ այդևի դուք թքած ունեք բլա բլա բլա։ այնպես չի որոշում։ Ամեն օր, կարող եք գիտեք, բանում եք։ Նենց եք ասում, թե Հյուսեին Կորեայում Դուք եւ գործնականում եք դա ապացուցել, պարոն Եղոյանը, նկատի։ Համաձայն չեք, որ դուք այդ թքած ունենալը եւ գործնականում եք ապացուցել եւ խոսակցություններ ախր։ Բայց ձեր ընթերցողները, ձեր դիտողները դա մի բան հասկանում են։ Կներեք, պարոն։ Լավ, ժամանակը չեն ափսոսում։ Եթե չեն ափսոսում, Ջորջ ջան, գնացեք մի նայեք նման նյութեր, նման հարցադրումներով, նայեք լուրջ լրագրողական նյութեր։ Համահրանքով եք խոսում, ժողովրդի Նիկոլ Փաշինյանի Համահրանք չի սա գնահատական է, իրավունք։ Նիկոլ Փաշինյանի հորդորին լսելով եք հեծանիվշում։ Պարոն Հովհաննիսյան, դուք կարող եք մոտենալ հիմնավորել 2 միլիարդ դոլար գումարը որտեղից է բյուջե եկել։ Պարոն Հովհաննիսյան, կմոտենաք հիմնավորեք 2 միլիարդ դոլար գումար որտեղից է բյուջեում հայտնվել։ Ինչ հարկեր։ Այսինքն ոչ թե ապօրինի ծագում ունեցող գույքից է թալանի վերադարձն է, այլ հարկերն է։ Thank you.